Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, պարոն Վարդևանյան, ձեր մարդկային, մասնագիտական, քաղաքական եւ քաղաքացիական որակների մասին կարելի է շատ երկար խոսել։ Ես կարծում եմ, որ դրանք անգամ հիմնավորելու անհրաժեշտություն չունեն։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բոլոր սկիզբներում եւ կասկած չունեմ, որ հաջողելու եք։ Եվ ինձ թույլ տվեք անցնել այս օրերի հիմնական դիսկուրսին։ Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարկությունն էր։ Առաջին հայացքից համոզիչ անգամ սպասված մոտեցում, բայց միայն առաջին հայացքից։ Ակնհայտ է, որ ԿՊ-ն փորձում է ավելի խորքային հարց լուծել, պարլամենտական երկրում փրկել ամենացածր վարկանիշ ունեցող պետական ինստիտուտի, ազգային ժողովի հեղինակությունը, որովհետև գիտակցում եք, որ այդ պատկերի հիմնական պատասխանատուն դուք եք քաղաքական մեծամասնություն։ Բայց այս դահլիճում ոչ միայն բարեվարկության կարմիր գծերն են հատվել, այլև քաղաքական կարմիր գծերը։ Այստեղ հնչել են հայտարարություններ։ Ընդունվել է կամ որդեգրվել քաղաքական կուրս, որը 8 տարի առաջ ամենաթշնամական տեքստերում անգամ անկարելի էր պատկերացնել։ Որքան էլ փորձեք պարտությունների եւ զիջումների չվերջացող շարանը վաճառել որպես խաղաղություն, ձեր քաղաքական կեսագրությունից, ցավոք նաեւ Հայաստանի պատմությունից չջնջվող փաստ են պատերազմը, Արցախի հայաթափումը, ներազգային պառակտումը, հայ առաքելական եկեղեցու, մեր ինքնութենական արժեքների դեմ արշավն ու ամենայն հայոց վեհափառին դատարանի առջև կանգնեցնելը։ Սրանք սովորական փաստեր չեն, սրանք քաղաքական եւ պատմական խարան են։ Խորհրդարանի համատեքստում սա շատ կարեւոր է, գործընկերներ, բարեվարկությունը նաեւ քաղաքական բովանդակությունն է։ Չի կարող քաղաքականությունը բարոյական կամ բարեվարք լինել, երբ այն կառուցված է ազգային պետական շահերի ուրացման, երկակի ստանդարտների, երեսպաշտության եւ հատկապես ձախողած խոստումների վրա։ Խոսում եք բարեվարկությունից եւ նույն պահին մեր կապարանոց հայտարարություն հնչեցնում, թե ժողովուրդը հակաժողովրդավարական եւ հակապետական է ընկալում ընդդիմությանը։ Սխալվում եք եւ դաժանորեն եք սխալվում, որովհետեւ ժողովուրդը խորը անվստահությամբ է վերաբերում ձեր վարած քաղաքականությանը, ձեր թիմի կառավարչական ունակություններին, պետական ինստիտուտների արդյունավետությանը եւ հատկապես ընտրական գործընթացներին։ Ինչպես կարող է հանրությունը հավատալ ձեր ձևավորած սահմանադրական դատարանին, կասկածի տակ չդնել ընտրական գործընթացի լեգիտիմությունը, երբ ուղղակի սառեցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեռարձակումը եւ սկսվում է իրավաքաղաքական նկարչությունը։ Այս ֆոնին ուղղակի տրագիկոմեդիկ է իշխանական падգամավորների հայտարարությունը, թե ժողովրդի ձայնը հնարավոր չէ խլացնել։ Այն էլ ինչպես է հնարավոր, եւ սա շատ կոնկրետ բնութագիր ունի, ուզուրպացնել 60,000 ընտրողների եւ ԲՀԿ ձայները, փոխել ազգային ժողովի կոնֆիգուրացիան։ Մինչդեռ սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքը մարդու հիմնական քաղաքական իրավունքներից է։ Ոտնահարելով այն, դուք խեղում եք ոչ միայն խորհրդարանի, այլև ամբողջ համակարգի, կրկնում եմ, ամբողջ համակարգի լեգիտիմության հիմքերը։ Եվ այնուամենայնիվ հիշեք, Բարգավաճի ձայների հաշվին կորզված, ես կասեի խլված 3/5-ը քաղաքական եւ բարոյական լեգիտիմության մեծագույն հարցական է դնում սահմանադրական այն օրենքների եւ այն պաշտոնյաների վրա, ովքեր կընտրվեն այդ ձայներով։ Այն ինչի հետ հայ մարդը առերեսվում է ամեն օր, աղերս չունի ոչ իրավական, ոչ էլ ժողովրդավարական պետության հետ։ Երկրում գնալով խորանում է դե յուրե եւ դե ֆակտո իրականությունների խզումը։ Թղթի վրա մեկ իրականություն, գետնի վրա բոլորովին այլ։ Սա անկեղծ ասած ինձ հիշեցնում է ԽՍՀՄ սահմանադրությունը, որի 4-րդ հոդվածը երաշխավորում էր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, իսկ 6-րդը սահմանում, որ խորհրդային հասարակության ղեկավար եւ ուղղորդող ուժը նրա քաղաքական պետական համակարգի կորիզը կոմունիստական կուսակցությունն է։ Դուք քաղաքական նույն անպատասխանատվությամբ ոտնատակ եք տալիս նաև մեկ այլ սահմանադրական իրավունք, սեփականության սահմանադրական իրավունքը։ Երբ միևնույն ընդդիմադիրի նկատմամբ միաժամանակ արշավում եք հարկային, քրեական, վարչական գործողություններով, ավելի քան պարզ է, որ առաջնորդվում եք ոչ թե օրենքով,
այլ վրեժխնդրության, քաղաքական հակառակորդներին լռեցնելու հանձնառությամբ, իսկ այստեղ նաև հայտարարվեց իրավական վենդետա անհեթեթ ինչ-որ արտահայտությունը, ոչ իրավական։ Եթե միամտաբար կարծում եք, որ այս ամենը չի ազդում Հայաստանի միջազգային վարկի եւ ներդրումային մթնոլորտի վրա, չար սխալվում եք։ Դուք ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառայում է ոչ թե պետականության կայացմանը, այլ ձեր իշխանության երկարաձգմանը։ Իշխանության եկաք մեծագույն խոստումներով, այդ թվում Եվրոպային ինտեգրվելու SEPA հանձնառություններով, ինչ ունեք այսօր։ Զրո առաջընթաց, ինչպես եւ նախկինների ժամանակ Հայաստանը շարունակում է լինել մասամբ ազատ հիբրիդային երկիր, ուր դատաիրավական բարեփոխումներն ու հակակոռուպցիոն քաղաքականությունը դրական տեղաշարժեր չեն արձանագրել։ Իսկ 21 թվականից Հայաստանում կառավարման որակը կայուն նահանջ է ապրում 57-ից իջնելով 64-ի։ Ուսումնասիրեք բոլոր միջազգային ինդեքսները եւ ավելի աղետալի պատկեր կտեսնեք։ Մեկ այլ ոտնատակ տրված սահմանադրական եւ կոնվենցիոն սկզբունք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդված Մարդու իրավունքների կոնվենցիան, որին անդամագրվել ենք, անմեղության կանխավարկածը։ Մեկ տարի շարունակ դուք ԿՊ-ական падգամավորներ, այդ թվում այս պահին նախագահությունում նստած գործընկերներ, դատավճիռներ եք հնչեցնում հենց այս ամբիոնից։ Ոտնատակ տալիս անմեղության կանխավարկածը, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ 18 արդարներին մեղադրում աշխարհի մեղքերի մեջ, թիրախավորում հայ առաքելական եկեղեցին։ Զրո պատասխանատվություն, զրո ապացուցողական հիմք, մոնտաժված ձայնագրություններ, ինչ ստացակ, ինչ էիք ուզում, ինչին էիք ուզում հասնել, ատելություն, հանրային թունավորման մթնոլորտ, խորացող հիասթափություն։ Այսօր նրանցից շատերը ազատության մեջ են, իսկ ՄԱԿ-ի անկախ փորձագետների եզրակացությունը մատնացույց է անում ձեր առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական սնանկությունը եւ կարմիր թելերով կարված գործերը։ Իսկ այսօր ոչ ոք ձեզանից չի պատրաստվում ներողություն խնդրել այդ զրպարտության կամ անմեղության կանխավարկածը խախտելու համար խորհրդարանական երկրի ամբիոնից։ ԿՊ-ական մի падգամավոր խոստանում էր ընդդիմության քթից հատիկ առ հատիկ բերել 300,000 ադրբեջանցու խոսույթը։ Այս խոսքի գրայկությունը կամ գրայկաբանությունը մի կողմ թողնելով ուզում եմ հորդորել կամ պարզապես առաջարկել քաղաքական մեծամասնությանը։ Քաջություն ունեցեք եւ փորձեք Ալիևի կամ Հաջիևի քթից բերել, երբ վերջիններս Հայաստանի Հանրապետության քարտեզի ներքո Արևմտյան Ադրբեջանին նվիրված սիմպոզիումներ են կազմակերպում, երբ Արցախում ջնջվում է հայկական հոգևոր մշակութային հետքը, սա շարունակվող ցեղասպանությունն է, երբ Բաքվում հայ ռազմագերիներին են կեղեքում կամ պետական դահլիճներում հնչում է Երևանի ուշադրություն Երևանի հիմնը։ Դարձյալ ընտրական իրավունքի մասին հայ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի ամենամեծ հարստությունն է եւ նա իրավունք ունի մասնակիցը դառնալու իր պետության եւ հայրենիքի կայացմանը։ Դուք նրան եք օտարում պետությունից սպիտակավորելով որպես ընտրական տուրիստ։ Սա ոչ թե պետական մտածողություն է, այլ կարճաժամկետ կուսակցական դրսևորում։ Հարգելի գործընկերներ, ցանկացած զրոյական կետ պիտի կառուցվի սեփական սխալները տեսնելու ունակության, դրանց համար պատասխանատվություն կրելու եւ դրանք ուղղելու կարողության վրա։ Մինչդեռ ձեր զրոյական կետը ըստ էության ձեր քաղաքական ուժի, քաղաքական սխալների լեգիտիմացումն է։ Առերեսվեք ճշմարտությանը, ձեր թողած քաղաքական հետագծին եւ նաեւ ձեր մտքում ունեցեք, որ ձեզ ձայն է տվել ընտրելու իրավունք ունեցողների 29%-ը միայն, հիշեք այդ թիվը։ Եվ այդուհանդերձ, ցավոք, զրոյական կետից սկսելու շատ բան կա։ Այսօր առաջնահերթությունն է Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը եւ Հայաստանի քաղաքացիների ֆունդամենտալ իրավունքների վերականգնումը։ Երկրում ազգային պետական ուղեգծի հաստատումը եւ ամենակարևորը վերականգնելու երկրի անվտանգային համակարգը, որ դուք կախման մեջ եք դրել Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եվ այնուամենայնիվ մեր եւ ձեր անջրպետը իսկ ավելի անկեղծ հակամարտությունը գաղափարական արժե համակարգային է։ Դուք մերժում եք ընկալել եւ ընդունել, որ պատմականորեն մեր ինքնության, մեր լինելույթյան եւ մեր պետականության հետ խնդիրներ են ունեցել եւ այդ մասին այսօր էլ շարունակում են հայտարարել Թուրքիան եւ Ադրբեջանը։
վերջին ցեղասպանությունից 3 տարի էլ չի անցել։ Եվ բնականաբար ժամանակի բերումով չեմ կարող անդրադառնալ մյուս օրակարգերին կառավարության ծրագրի շրջանակում, եւ ես իհարկե չեմ մերժում բարեվարկության անհրաժեշտությունը։